Իդեպ հունվարի 8-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե 20,000 դրամով ավելացնի թոշակները, թոշակառուի տունը միևնույն է չի տաքանալու։ Արժանբյոնից էլ վերջերս հայտարարել էր, որ եթե 10,000 դրամով ավելացնի թոշակները, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսել, ապա հավելել՝ աղքատությունը ձեր գլխում է, չունեք աղքատ չլինելու հմտություն։ Ինչ կարծիքներ ունեն թոշակառուները Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ։ Գալատ համար ասма գալատ Փաշինյան Փաշինյանի աղքատությունը սկսվել է իր ստամոքսից եւ հասել գլուխը եւ գլխից վերադարձել ստամոքսը երբեք չի կշտանում։ Իսկ ինքը ոնց է կարամ իմանա թե քանի միլիոն կարա ծախսի իր ուտելիքի համար։ Դե մի վարչապետը թող իր ռոճիկ նիստա։ Ես էլ իմ բանը թոշակը տամ հալատենակի միամիս ապրի։ Փաշինյանը, ով թանկացրել է տրանսպորտը, գույքահարկը, աղբահանության վճարը, ավելացրել տույժ տուգանքները, չի կարողանում կառավարել գնաճը, օրորի թանկացումներ են սննդից մինչև դեղորայք, մեղավոր է համարում բոլորին, բացի իրենից։ Թոշակառուները, սակայն, չեն կորցնում հույսը։ Կգնա մեր շնորհքով մարդ կգա ամեն ինչ լավ կլի։ Իսա գրագետ մարդ հա ինչ ես ուզում։